Շատ ուզենաս Ալիևը կբռնի հակաժդիրից հետ բառի փոխաբերական իմաստով, որովհետև ֆիզիկական իմաստով չեմ կարծում, որ նա այդպես բան կանի։ Չի անի։ Ամեն մարդ էլ իր հիգիենայի մասին մտածում է, առանց ձեռնոցի, առանց չգիտեմ բանի, ամեն բանի ձեռ չես տա։ Դրա համար ինչ որ ասում եմ, փոխաբերական իմաստով եմ ասում։ Կբռնի կտանի Բաքու, կասի դե որ շատ ես ուզում ստորագրես, դե պիտի ստորագրես, ստորագրելուց հետո տանի գցի Բաքվի բանտը։ Էդ է, այդ կարա։ Հիմա որ այդ առաջարկեց, ասում ես արի քննարկենք, քննարկում է, ասում է կգաս Բաքու, Բաքու հետ չէ, Եվլախ, այն բաներին Ղարաբաղի ժողովրդին ընդեղ են, չէ՞ տանում։ Եվլախում եմ ուզում որ դա կարողա չէ թա։ Կարողա չէ թա։ 100% կգնա, չէ՞։ Որդ էլ ասին դե հետալու։ Ասելու արի Բաքու, տան քեզ շատ ես ուզում։ Արի Բաքու կորոշենք, ստորագրենք թե չէ, հել արի։ Գետա կձերբակալի, կասի մատ հələ այդ որ թղթերը ստորագրում ենք։ Ստե ի՞նչ է գրած։ Որ Արցախ Ադրբեջանա 91 թվականից, չէ՞, դու ես, չէ՞, տենց ասել, Հայաստանի պատմության մեջ, աշխարհի պատմության մեջ միակ հայ մարդը, որ ասել է Արցախ Ադրբեջանի մասն է, դա էլ 91 թվականից, այդ դու ես, չէ՞, պարոն Փաշինյան։ Բա որ Արցախը 91 թվականից Ադրբեջան էր։ 18 թվին։ Այդ քո ելույթները կարաս հենց հիմա նստես իմ մոտ կարդաս։ Այդ որ Ղարաբաղի հարցակման ժամանակ Ադրբեջանը, ես հարցակվել էի Ադրբեջանը, իմ տարածքային ամբողջականությունը վերականգնեի։ Երևանում չէի ռազմական դրություն հայտարարում ձեր պարլամենտում։ Այս սեպտեմբերի 27-ի քո ելույթն է Հայաստանի ազգային ժողովում։ Մտել կնստես կարդաս։ Այս քո ուղերձներն ու հայտարարություններն են 44-օրյա պատերազմի ժամանակ, հələ մտ կնստես կարդաս։ Դե մտել կարդա։ Հոկտեմբերի 6-ին ով էր եկե Ստեփանակերտ զինվորական համազգեստով։ Ուր էիր գնացել։ Արցախի պաշտպանության բանակի հրամանատարաշտաբային կետ։ Գնացել էր ընդ որ ինչ աներ, տենայր ոնց էր կնիկ այդ բարոյական աջակցություն ցուցաբերում բաներին, հաճել էր տեսնել այդ տեսարանը, թե եկել էր ռազմական բնույթի որոշումներ կայացնելու։ Բայց եկել էր ռազմական բնույթի որոշումներ կայացնելու, այդ որոշումը կայացրած Լևոն Մնացականյանը եւ Դավիթ Մանուկյանը, որ հիմա ստե են։ Դու ինչ ես ֆրֆռում։